ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նա շեշտել է, երկու երկրները պատմական առաջընթացի շեմին են։ 3 տարվա ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը մարտին վերջնականացրին խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը հնարավորություն է ստեղծում դադարեցնելու հակամարտությունը եւ հաստատելու հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի վրա։ Ցավոք, Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնք վերաբերում են ԵԱԿ Մինսկի խմբի լուծարմանը եւ Հայաստանի սահմանադրությանը։ Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրել է, հայկական կողմն առաջարկում է միաժամանակ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ Մինսկի խմբի լուծարման դիմումը, այդպիսով փակելով հակամարտության էջը։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, այս խնդիրն էլ կարող է լուծվել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, քանի որ դրա վավերացման ընթացքում Հայաստանի սահմանադրական դատարանը կանդրադառնա այդ հարցին։ Նաև Գրիգորյանի խոսքով Հայաստանը շեշտում է, որ ինքնիշխանության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ընկած է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության հիմքում։ Այն թույլ կտա բացահայտել Հարավային Կովկասի տնտեսական ներուժը, նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը եւ կայունությանը։ Այս նախաձեռնությունը կարող է դառնալ տարածաշրջանային գործակցության եւ վստահության ամրապնդման կարևոր հարթակ։ Հետևաբար, մեր ուղերձը Ադրբեջանին հստակ է. ճիշտ պահն է կերտել ինստիտուցիոնալ խաղաղություն։ Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծել է, որ այդ հարցում կարևոր է նաեւ եվրոպացի գործընկերների աջակցությունը։ Վերջին հարձակումների ֆոնին Թեհրանը դեռ չի որոշել շարունակել արդյոք Միացյալ Նահանգների հետ միջուկային գործարքի եւ հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ բանակցությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Աբբաս Արաղչին հորդորել է լուրջ չվերաբերվել երկխոսությունը վերսկսելու մասին հայտարարություններին։ Դիվանագետն անդրադարձել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ գործակցության հեռանկարին։ Արաղչիի խոսքով չի բացառում հետագայում կառույցի հետ շփումները վերականգնելու հնարավորությունը, սակայն այժմ Թեհրանը հիմքեր չունի ընդունելու ԱՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր Իսլամական Հանրապետության եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև աշխատանքները դադարեցնելու մասին օրինագիծը։ Խորհրդարանի ներկայացուցիչ Ալիրեզա Սալիմին տեղեկացրել է, որ ըստ փաստաթղթի գործակալության աշխատակիցներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան ստուգումներ անցկացնելու համար, եթե Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների անվտանգությունը չապահովվի եւ չերաշխավորվի միջուկային խաղաղ գործունեություն ծավալելու Իրանի իրավունքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավում Հզբոլահի ռազմական օբյեկտներին։ Դրանց առկայությունը եւ վերականգնելու փորձերը Իսրայելի եւ Լիբանանի միջև հրադադարի կոպիտ խախտում են, նշել է Ցահալի մամուլի ծառայությունը։ Իսրայելական բանակի տվյալով այդ օբյեկտները ստորգետնյա ցանցի կարևոր մաս են կազմել։ Դրանք նախկինում հանվել էին շարքից Իսրայելի հարվածների հետևանքով։ Լիբանանի վարչապետը մեղադրել է Իսրայելին հրադադարը խախտելու համար, միջադեպը որակելով ինքնիշխանության կոպիտ խախտում։ Ցահալը հարվածել է նաեւ Գազայի հատվածին, վերջին ժամերին զոհվել է մի քանի տասնյակ պաղեստինցի, այդ թվում երեխաներ։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հատում է 56200-ը, վիրավորվել է 132,000-ից ավելի մարդ։ Եվրամիությունը պետք է արագ եւ պարզ առևտրային պայմանագիր կնքի Վաշինգտոնի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը։ Ֆրիդրիխ Մերցը Բրյուսելում ԵՄԱ առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում զրուցել է լրագրողների հետ, նշել, երկու շաբաթից էլ քիչ ժամանակ ունեն, ուստի հարկավոր է խուսափել բարդ համաձայնություններից։ Նա մտահոգություն է հայտնել, որ Գերմանիայի արդյունաբերական ոլորտն արդեն խնդիրների է բախվում բարձր մաքսատուրքերի պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը առևտրային համաձայնագրի նոր առաջարկ է ներկայացրել Եվրամիությանը։ Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Բրյուսելն այժմ գնահատում է փաստաթուղթը հետագա բանակցությունների համար։ Պատրաստ ենք գործարքի, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք եվրոպական շահերը, հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Դիանա Գասպարյան, լուրեր։